Դեկտեմբերի 7 ժամը 11:41 ընդամենը վայրկյանների ընթացքում հողին հավասարվեցին քաղաքներ ու գյուղեր, ավերակների վերածվեցին նաև մարդկային կյանքեր ու ճակատագրեր։ 1988-ի Սպիտակի երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում, որն ընդգրկում էր Սպիտակ քաղաքի ու նրա շրջակա 12 գյուղերը, կազմեց 10 բալ։ Այն ընդգրկեց Հայաստանի Հանրապետության տարածքի 40%-ը, ուր ապրում էր մոտ 1 միլիոն մարդ։ Աղետից տուժեց 363 բնակավայր, 21 քաղաք, 342 գյուղ, անօթևան մնաց 514,000 մարդ։ Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացողների թիվը հասնում էր շուրջ 40,000-ի, իսկ զոհերի թիվը 50,000-ի։ Զոհեր ամենից շատ եղավ Հանրապետության երկրորդ քաղաքում Գյումրիում՝ 30,000 մարդ, սակայն ոչ պաշտոնական տվյալներով եռապատիկ շատ։ Կինոն նստած նայում էինք ու հանկարծ զգացի ուժեղ ջռջռոց, զգացի, որ ինչ-որ մի բան է, հետաքրքիր նայեցի, բայց հələ դուրս չփախանք, առաջի հարկն էինք ապրում, հետո դուրս եկա միջանցք, արդեն երկրորդ հարկի հարևանը վազելով ներքև էր իջնում ու գոռաց փախեք ու այդ րոպեին ու չպատկերացրինք, որ երկրաշարժ պետք է լինի, դա երկրաշարժ էր, չպատկերացրի ես, հետո ինքը որ փախեք նոր դուրս փախանք, հետևիշենք արդեն լրիվ իջավ ներքև, թոզի մեջ կորավ, իսկ մերը լրիվ թեքվավ։ Ախպերս եկավ ավտոյով, ինչ որ կարեցանք, վեշերը հանենք տարանք Իրաստուն լցրինք, Իրաստանից է գնացել ենք Երևան, հյուրանոցը։ Նոշկի հյուրանոցն ենք 2 տարի կես ապրել։ Բարսեղյանների ընտանիքն արդեն 24 տարի այս խունացած տնակում է ապրում։ Երեխաները չգիտեն ինչ ասել է նորմալ բնակարան, անգամ չեն երևակայում ինչպիսին է ապրելը նորմալ տանը, բայց մի մեծ ցանկություն ունեն։ Հույսեր ունեմ, որ կարող են մի օր մեզ տուն տալ, որ մենք էլ ապրենք շենքում։ Սպիտակի երկրաշարժի ուրվականը դեռ չի հեռացել Գյումրիից։ Քաղաքի Ֆանտաններ կոչվող տնակային թաղամասը կարծես 88-ի երկրաշարժի 24-ամյա խորհրդանիշը լինի։ Այնտեղ բնակվողների ծայրահեղ աղքատությունն ու արտաքին աշխարհից անջատ ու մեկուսացված լինելը ուղղակի անհետետ է այլևս։ Աղետից քառորդ դար է անցել, իսկ իրենք կարծես դեռ 89 թվականում մնացած լինեն։ Այդուհանդերձ Գյումրին հառնում է վերջին մի քանի տարիների լայնածավալ բնակարանաշինությունը ապագայի հանդեպ մարդկանց հավատի վերականգնման գրավականը դարձավ։ Աղետի կոդու համար փրկություններ բնակարանների աղետի կոդու վերականգնման վերջին ծրագիրը, անօթևան ընտանիքներին բնակարաններով տրամադրման ծրագիրը, որը 2008-2013 թվականներին էր։ Այդ ծրագրի շրջանակներում միայն Գյումրիում կառուցվեց 1056 եւ 1756 բնակարան շահագործվեց 2010 թվականին, 1756 ընթացիկ տարում շահագործվեց եւ արդեն վիճակագրություններով բաշխվել են անօթևան ընտանիքներին եւ նախատեսվում է այդ ծրագրով եւս 420 հաջորդ տարի աշնանը շահագործել եւ բաշխել անօթևան երիտասարդական հաշվառված ընտանիքներին։ Վերջերս նույնիսկ պետականորեն որոշվեց աղետի կոդին վերանվանել զարգացման կոդու, իսկ գյումրեցիների ամուր կամքն ու ապագայի հանդեպ լավատեսությունը զուգակցվելով Գյումրիի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին, փաստեցին, որ Գյումրին այլևս իրոք զարգացման կոդի է։ Երկրաշարժի ցավն ու վերքերն արդեն սպիանում են։ Մարգարիտ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Սլաք FM։